Հայաստանի քաղաքական օրակարգում առանցքային է դառնում գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան շարժման գործունեությունը։ Նա գնացել է այդ քայլին իր հայրենիքի համար։ Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ գործող իշխանությունը վախենում է իրական մրցակցությունից, ինչի պատճառով ազգային բարերարը շարունակում է մնալ անազատության մեջ։ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել այլ երկրների քաղաքացիությունից հանուն Հայաստանի զարգացման տեսլականի։ Ապագա երկրի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու։ Ուժեղ Հայաստան կուսակցության նպատակն է փոփոխության ենթարկել Սահմանադրության 148-րդ հոդվածը, որը թույլ կտա յուրաքանչյուր հայրենասեր քաղաքացու ստանձնել երկրի կառավարման պատասխանատվությունը։ Ուղղակի մի տեխնիկական կետի փոփոխության արդյունքում հնարավորություն ենք տալիս Սփյուռքի ամբողջ պոտենցիալը մասնակցի Հայաստանի կառուցման գործին։ Ուժեղ Հայաստանի տնտեսական ծրագիրը կտրուկ եւ գործնական քայլերի մասին։ Շուրջ 96,000 փոքր ձեռնարկատերեր ամբողջությամբ կազատվեն հարկերից, գյուղատնտեսական ակտիվ շրջաններում ստեղծել մթերման կայաններ, իսկ գյուղատնտեսության ոլորտում կներդրվի բերքի երաշխավորված մթերման եւ արտահանման համակարգ։ Հողը տալու ենք անվճար։ Կարապետյանական ծրագրի առաջնահերթություններից են նաեւ բնակարանային ապահովությունը։ Մասնավորապես 20,000 մատչելի բնակարանների կառուցումը երիտասարդ ընտանիքների համար։ Մենք առաջարկելու ենք ներդրումային ծրագրեր այն շինարարական ընկերություններին, ովքեր ուզում են ներդրում կատարել Հայաստանում։ Բարև ձեզ։ Սոցիալական ոլորտում նախատեսվում է դեղորայքի գների առնվազն 20%-ով նվազեցում եւ առողջապահական համակարգի բարեփոխում։ Դեղատները թանկ են ստանում, որտեղ մեր երկրում պետությունը չի վարում տեղերի գները նվազեցնելու քաղաքականություն, ինչպես դա անում է Վրաստանը, մեր առաջարկած տարբերակով։ Ապրիլի 1-ից Ոլորտի մասնագետների պնդմամբ իշխանության վերջին որոշումը թոշակների բարձրացման վերաբերյալ ուժեղ Հայաստանի գործադրած քաղաքական ճնշման անմիջական արդյունքն է։ Մարդը, որ կարողանա իր թոշակով իր համար սնունդը, էլեկտրաէներգիայի վճարը, գազի վճարը կարողանա վճարել։ Կարապետյանի թիմը շարունակում է պայքարը նաև հոսանքի սակագնի նվազեցման համար։ Պետք է լինի էներգետիկայի գծով նախարար ընդհանրապես, պետք է լինեն պատասխանատուներ։ Քննադատելով հետցում իրականացվող կադրային ջարդը եւ կառավարման ձախողումները։ Արհեստական բանականության չաթբոտը, Որպես նորարարության խորհրդանիշ երիտասարդների հետ հաղորդակցվելու համար գործարկվել է Mr. Ush Chatbot-ը։ Այն ներկայացնում է կրթված եւ ուժեղ Հայաստան կերտելու նախագծի մանրամասները։ այն մարդիկ, ովքեր սկսում են այդ ճանապարհը, վաղը կարող են լինել մեր երկրի Սամվել Կարապետյանները։